մեղադրել Եվ կարևորը որ օպտիմիստական ավարտ ունեցած հետաքրքիր է որ գիտես բոլորի ցավերը նորից իրար է տալիս այս թեմայի շուրջ Անդրանիկի այդ անցման 18-ի այդ դժվարի մայիսյան օրերի հետո իր անցումը Գեղարքունիքով դեպի Նախիջևան հետո դառնալը Սյունիք հետո Ղարաբաղի ճակատը մի հետաքրքիր էսե ունի Վանո Սիրադեղյանը ձեռքը դիտտար ցավի վրայից շատ հետաքրքիր երևի իր լավագույն գործն է դա գեղարվեստական մոտեցումն է այդ շրջանի պատմության մի հետաքրքիր դեպք բան կար որ դեպ Թումայանի պահով անցակ որպես բանասեր ասեմ որ այդ օրերին Թումայանը գալիս էր դեպի Դսեղ եւ քիչ ամնում գերին ընտանիքով աղջկա հետ եւ կայարաններից մեկում ասում են արդեն համամլոյում սպիտակում թուրքերը գրավել են գնացքը առաջի գնում իջնում են գնացքով թուրքական առաջամարտիկ զորամասեր կային ովքեր եկել էին դեպի այս Վանաձորի կողմի վրա հələ այն կողմում կռիվ էր գնում այդ մայիսի 16, 17, 18 այդ շրջաններում եւ մի քանի փախստական զինվորներ էլ հանդիպում են այդ գնացքի գծերի վրա, ոտքով փորձում են ճեղքել, անցնեն, որ թուրքերի շրջապատման մեջ չգտնեն։ Ու բարձրանում են Թումայանի քույրերից մեկը Դիլիջանի գյուղերում հարց է լինում, բարձրանում են ոտքի ճամփով գնում են դեպի այդ գյուղը։ Սա փրկվում է ուղղակի, էլի։ Գնդակներ էին գալի, կրակում էին կողմից, այս կողմից։ Խառը վիճակի մեջ է լինում։ Եվ Թումայանը հետո դե գնում է Դսեղ, բայց փաստ չկա որ Անդրանիկն ու Թումայանը այդ շրջանում, քանի որ Անդրանիկն էլ Դսեղի կողմերում էր զորքի հետ, փաստ չկա որ հանդիպել են, բայց ենթադրում ենք որ Անդրանիկի ուշերում կա։ Ենթադրում ենք որ պիտի հանդիպած լինեն այդ օրերին։ Բայց ամենածանր բանը, որ կար այստեղ, այն գաղթականությունն է, որ Անդրանիկի Հովանու ներքո է։ Ինքը պետքա փրկեր այդ գաղթականության։ Ինքը հիմա շատ են մեղադրում այդ Վանաձորի ճակատամարտի կապված։ Ինքը իրավունք չուներ այդ գաղթականներին հենց այդպես թողելու։ Իհարկե կար Նազարբեկյանի հրամանը, որ պահի այդ գիծը, որովհետև այդտեղից թուրքերի բուն նպատակը դեպի Բաքու գնալն էր հյուսիսով։ Ճեղքել Թիֆլիսով գրավելով անցնել դեպի Բաքու։ Այդ հյուսիսային կողմը, այդ ծրագիրն է կիսատ է իրականացում, չի իրականացում, շնորհիվ Վանաձորի այդ տաներ պաշտպանության, դժվարության։ Բայց մենք այդ պատմական մոտեցումները տարբեր պատմաբանների, որովհետև ամեն մի պատմաբան կրում է իր ժամանակի իշխանության պատվերը տնիկը։ Թույլ չեն տալիս, որ իրական պատմությունը դուրս գա։ Իսկ իրական պատմությունը դա հիմա գոնե պետքա վերհանի։ Տարիներ են անցել եւ այս ձևի ֆիլմերով, փաստերով պետք է ամեն ինչը վերհանվի։ Հակառակ դեպքում մենք իրականությունից կտրված կարծիք ենք ստեղծում մեր համար։ Եվ սերունդն էլ դաստիարակվելով այդ կտրված կարծիքով ամեն ինչ կարան կանենք եւ այլն իրատեսությունից զրկվում են։ Եվ արդյունքը լինում է այն, ինչ որ եղավ այս վերջին շրջանում մեր ժողովրդի հետ։ Պետք է իրատեսությունից չզրկվել։ Եվ պետք է աշխատել, սովորել, փնտրել, գտնել, վերհանել, ինչը որ պատմության շղարշի տակ է, մթի տակ է, դրանով լցվել ու դաստիարակվել։ Սա է փրկությունը, այլ երբ չկա։ Ինչև է ինչ անենք։ Ինչև է պետք է ապրենք, աշխատենք, պետք է ապրենք, աշխատենք, իրատես լինենք։ Իրատես լինենք, պետք է չկտրվենք իրականությունից։ Այս բոլոր հերոսները մեր անցյալի եւ Անդրանիկը, եւ մյուսները, եւ Նժդեը, եւ դրանք դրոն եւ մնացածը մարդիկ են եղել, պետք է իհարկե նրանց թափացնել, բայց պետք է սրտի լուսապսակը այնպես տարածել, որ նրանց թուլությունները, թերությունները, սխալները չտեսնեն։ Չկա անսխալական բան։ Չկա մեր ազգային գործիչներին, նրանք իրական մարդիկ են եղել, ունեցել են իրենց թուլությունները, իրենց հակասությունները, իրենց խնդիրները,
պետք է աշխատենք պետք է պաշտենք նրանց, իհարկե ընդունենք նրանց կատարած գործը, բայց սխալներ եկացեք։ Դա շատ կարևոր բան է։ Շնորհակալություն, որ այդ ցավը բերեցի նորից ցավալիա, բայց դա թարմացրեցի, բայց Անո տոտայի հոգոցները ես լսում էի։ Ամենաէմոցիոնալ բանն ես։ Որ Դավիթը արել է, ինձ թվում է մեզ պատգամ ունի նաև։ Ես վստահ եմ, որ Զորավար Անդրանիկը մեծ մարդասեր է եղել եւ վստահ եմ, որ ամեն սպանած թուրքի համար ինքն ինչ տառապել է։ Եվ կուզեմ մենք էլ այդ տառապանքը կրողները լինենք։ Այսօրվա սահմանային մեր իրավիճակը, երկրի ծանր վիճակը եւ թաթարների, թուրքերի լկտի պահվածքը կարելի ասել մեզ հնարավորություն է, որ վաղը կարա պատերազմ լինի եւ մենք այդ ծանր ապրումները, որ Անդրանիկը ապրել է ամեն թուրքի շանսատակ անելուց, մենք այսօր ապրելու հնարավորությունը պիտի ունենանք եւ պիտի պատրաստ լինենք այն դավաճանների կարգավիճակում չլնենք, այն մորթվողների կարգավիճակում չլնենք։ Մեզ այս ֆիլմը պատգամ ունի, որ պիտի լինենք այն լավ սպաների նման, այն լավ զինվորների համար, որ հայրենիք են պաշտպանել, այն լավ ֆիդայիների նման։ Անկախ այն մանր մուներ քաղաքական, կուսակցական, ռազմական մոտեցումների։ Ես կարծում եմ, որ ժամանակը շատ տարբեր չի, շատ նման է այսօրվա վիճակին։ Անցյալ օրը Շուշիի պաշտպանության 1906-ի իրավիճակն ենք նայում։ Հրամանատարը պատմասում հրետանին ռուսական էր, մեր գլխավերևով հարվածում էր թաթարական տների։ Ասում է հակառակ կողմից ռուսական մյուս հրետանին հրետակոծում էր մեր տները։ Մենք էլ ասում է բանակցում էինք թաթարների հետ եւ թաթարները մեզ ամոթանք էին տալիս։ Ասում էին դուք հայ քրիստոնյա եք, կիրթ ազգ եք, ձեզ սազական չի մեր տները այրեր։ Ասում ենք բա դուք ինչ եք մեր այրում։ Ասում ենք մենք բարբարոս ենք, մեր մոտ սկզբունք է։ Այրել ենք ու պիտի ձեր տները այրենք։ Եվ ասում է որևէ դեպքում իրենց հետ լեզու չէի գտնում, որտեվ կար երրորդ կողմը, որ մեր երկու կողմերին հրահարում էր։ Այսօր էլ մենք շատ էներգիա, ռեսուրս, բանակցությունների, տարբեր կեղծ խաղաղասիրական գաղափարների եւ սահմանային ինժեներական աշխատանքների բաց ունենք, ռազմական լավ գործիչների պակաս ունենք, պիտի կարողանանք վերափոխվենք, պիտի զինվորական պաշտպանության նախարար ունենանք, բժիշկ պիտի առողջապահության նախարար ունենանք, պիտի գրագետ ու կիրթ կրթության նախարար ունենանք, չգիտեմ, լավ զինվորականներ պիտի ունենանք եւ գեր ժամանակակից բանակ պիտի ունենանք, բայց այդ ամենը ունենալու ճանապարհը սկսում է խաղաղություն ստեղծելուց, իսկ խաղաղությունը ստեղծում է սահմանը առաջի խախտող թաթար զինվորին սահմանի եզրին սպանելով, վնասազերծելով։ Եվ պիտի այդ խաղաղությունը մենք վաստակենք, խաղաղությունը երբեք չեն մուրում եւ ոչ մեկ մեզ չի տալու։ Ու այն մարդիկ, որ պատրաստ չեն իրենք զոհվելու, իրենց եղբոր զոհվելուն, իրենց ծնողի զոհվելուն, իրենց հայրենիքի համար իրենց կյանքը դնելուն, իրենք արժանի չեն արժանապատիվ ապրելու։ Եթե մեր ազգը պատրաստ չի արժանապատիվ ապրելու, ինքը երբեք խաղաղություն չի ունենալու։ Խավոր պատճառը մեր քիչ լինելն է։ Մենք պիտի շատ միաբան լինելը։ Չէ, միաբան մենք պիտի ուրեմն բազմակնության օրենք մի անգամ փորձեցին մտցնել։ Բայց հասկացան, որ մեկ ասը կնոջից էլ չի։ Պարոն Մանուկյան, դա մտցնում էր մի վարդ, ով որ մի անգամ գոնե ամուսնացած չէր։ Կաննել էշի արձանուներ, ոչ թե կնոջ։ Բայց դուք մեր բժշկական թերթ կար Նարեկ անունով, խմբագիրը հարություն մենաշ, ուրեմն հարցն էր քննարկում եւ արձագանքներ եղան, հետո նույնիսկ ուզեցան մտցնել ազգային ժողով, սկսեցին ծաղրի ենթարկել։ Օրինակ, Արփիջան, դու ինչի՞ չես ամուսնացել։ Ժամանակ տալիս եք որ ամուսնանամ։